Որսորդ ջայիլը Կիրգիզական հեքիաթ Լինում է չի լինում, մի որսորդ է լինում, նրա անունը լինում է ջայիլ։ Մի օր իր ընկերոջը Եմիլի հետ նա գնում է սարերը որսի։ Նրանք մինչև մութն ընկնելը որս են փնտրում, և երբ արևը արդեն մայր մտնելու վրա է լինում, նրանց հաջողվում է մի պահրա սպանել։ Որսորդները շատ հոգնած են լինում և որոշում են հանգստանալ։ Զենքերը դնում են մի կողմ, խարույկ են վառում ու խորովում են պահրայի միսը։ Մեկ էլ որտեղից որտեղ հայտնվում է մի աչքանի ջադու, բռնում է ջայլին ու անձավ քարշ տալիս, իսկ Եմիլը կարողանում է փախչել ու գլուխը ազատել։ Ջայլը սկզբում կորցնում է գիտակցությունը, բայց քիչ անց խելքը գլուխն է գալիս ու նայում է շուրջը։ Մոտ 40 մարդ կապկպված ընկած է լինում գետնին, իսկ անձավի խորքում նա մի մեծ հոտ է նկատում, մոտ 500 ոչխար։ Ամեն առավոտ մի աչքանի ջադուն մեկ-մեկ հաշվում էր այդ ոչխարները ու ոչխարներին թողնում արոտում, իսկ անձավի մուտքը մի այնպիսի մեծ քարով էր ծածկում, որը ոչ ոք իրենից բացի տեղից շարժել չէր կարող։ Գերիները մտածում են, թե ինչպես ազատվեն այդ ջադուից, բայց մի ճար ճամփա չեն գտնում։ Ջայիլը մի քանի օր հետևում է ջադուին և նկատում, որ երբ նա քնած է լինում, նրա միակ աչքը այնպես է փայլում, որ լուսավորում է ամբողջ անձավը, իսկ երբ արթնանում է, աչքը կորցնում է իր նախկին փայլը և անձավը մթնում է։ Անձավի մեջտեղը մի մեծ օջախ կար։ Ջադուն երեկոները այնտեղ կրակ էր վառում ու կրակի վրա շիկացնում էր իր երկարավուն ձողը։ Այդ ձողի վրա նա ամեն օր խորովում էր գերիներից որևէ մեկին։ Մի անգամ ջայիլը գերիներին ասում է. «Մենք այլևս սպասել չենք կարող։ Հարկավոր է ջադուին մեջտեղից հանել, թե չէ նա բոլորիս վերջը կտա»։ Բայց ինչ կարող ենք անել, ինչ կարող ենք անել, որ ազատվենք էս տանջանքից ու ցավից, հարցնում են գերիները։ Հարկավոր է շիկացած ձողով հանել ջադուի միակ աչքը, հետո երբ նա քարը ետ կքաշի, ոչխարներին դուրս թողնելու համար, մենք կփախչենք այստեղից։ Բոլորը համաձայնում են։ Կեսգիշերին ջադուն քնում է։ Անձավում ցերեկվա պես լույս է լինում։ Գերիները արթնացնում են ջայիլին։ Հիմա ես ջադուի աչքը կհանեմ, իսկ դուք ձեր կապերը քանդեք ու ամեն մեկդ թող մի ոչխարի տակ մտնի։ Ջադուն կհարձակվի ձեզ վրա, բայց գտնել չի կարող, իսկ ոչխարների տակ մտքովն էլ չի անցնի, որ փնտրի։ Ջայիլի խորհրդով գերիները քանդում են իրենց կապանքները և թաքնվում են ոչխարների տակ։ Ջայիլը վերցնում է երկաթե ձողը և դիպուկ հարվածով հանում է ջադուի փայլող աչքը։ Ջադուն ցավից ոռնում է վայրի գազանի նման և անմիջապես նետվում է գերիների կողմը, բայց չի կարողանում գտնել նրանց։ Միևնույն է, իմ ձեռքից ոչ ոք չի պրծնի, գոռում է վհուկը, չնայած ես կուրացել եմ, բայց ձեզ դուրս չեմ թողնի։ Շուտով լույսը բացվում է։ Պառավը, որ միշտ էլ զարթնում է նույն ժամին, մի կողմ է քաշում հսկայական քարը ու ձայն է տալիս. «Դուրս արի սպիտակ այծ»։ Շուտով դուրս է գալիս սպիտակ այծը, նրա ետևից էլ ոչխարները։ Պառավը մեկ-մեկ բռնում է այծերին, շոշափում է ոտքերը, շոյում է մեջքները և միայն դրանից հետո դուրս է թողնում։ Երբ բոլոր ոչխարները դուրս են գալիս, ջադուն քարով փակում է անձավի մուտքը ու նստում շեմքին։ Եթե նա ամեն օր էսպես պիտի ստուգի, մենք էստեղից դուրս պրծնել չենք կարող, տխուր ասում են գերիները։ Մի տխրեք, ես ելքը գտել եմ, առույգ վրա է բերում ջայիլը։ Երեկոյան, երբ սպիտակ այծը կգա, մենք նրան կմորթենք ու կքերթենք։ Ես մորթին կգցեմ վրաս և սպիտակ այծ կդառնամ։ Առավոտյան դուրս կգամ,
Իմ զենքերը կգտնեմ, որ թողել եմ այն անձավի մոտ։ Կսպանեմ վհուկին և բոլորիդ կազատեմ։ Գերիները շատ են ուրախանում ջայլի խելքի ու հնարամտության վրա։ Երեկոյան, երբ հոտը վերադառնում է, դրանք բռնում են այծին։ Դուն չամուր կապում են, որ չմկկա, և մի հարվածով մորթում են նրան։ Առավոտյան պառավը բացում է անձավի դուռը ու հրամայում. «Դուրս արի սպիտակ այծ»։ Ջայլը այծի մորթին քաշում է վրան և կարողանում է ազատվել։ Այնուհետև գտնելով իր զենքերը, նա վերադառնում է անձավ։ Վհուկը այդ պահին հաշվում է ոչխարներին ու մեկ-մեկ անձավից դուրս է թողնում։ Ջայլը քաշում է իր աղեղը ու վհուկին տեղնուտեղը նետահար անում։ Այսպես քաջ որսորդը ազատում է բոլոր գերիներին։ Նրանք էլ որսորդին նվիրում են վհուկի ամբողջ հոտը։ Ջայլը հոտը գյուղ է քշում։ Հենց այն պահին է քշելուց լինում, երբ նրա ազգականները հոգեհաց էին տալիս, մտածելով, թե նա արդեն մեռել է։ Բոլորն էլ սակայն ուրախանում են, որ ջայլը վերադարձել է և հոգեհաց այդ առիթով դարձնում են քեֆի ուրախ առիթ։